Ողջույն սիրելի ունկնդիրներ։ Փիլիսոփայության դպրոց 2025-ի շրջանակներում սա մեր վիդեոդասերի շարքի վերջին հանդիպումն է, որտեղ խորանալու ենք թերևս ամենաբարդ հարցերի մեջ։ Ինչ ենք մենք պարտական նրանց, ովքեր դեռ չեն ծնվել։ Ինչպես կառուցել մի հասարակություն, որն իսկապես արդար է բոլորի համար, եւ վերջապես, ինչ պատասխանատվություն ենք մենք կրում անցյալի սխալների ու անարդարությունների համար։ Սրանք հենց էթիկա, պատասխանատվություն եւ ապագա թեմայի առանցքային հարցերն են, ու այսօր մենք միասին կփորձենք գտնել դրանց պատասխանների ուղիներ։ Դե ինչ, ահա մեր այսօրվա ճանապարհային քարտեզը։ Մենք սկսելու ենք ամենահեռվից, ապագայից, փորձելով հասկանալ արդյոք պարտք ունենք գալիք սերունդների հանդեպ, այս հասկացողությունը մեզ կօգնի վերադառնալ ներկա, ուսումնասիրել, թե ինչպես ենք այսօր կառուցում արդար հասարակություն։ Եվ վերջում մենք խշկվենք դեպի անցյալ, քննելու թե ինչպես են պատմական անարդարությունները շարունակում ձևավորել մեր ներկան ու իհարկե ապագան։ Եվ այսպես, մեր առաջին կանգառը ապագան է։ Հարց, որն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, ինչպես կարող ենք պատասխանատվություն կրել մարդկանց համար, ովքեր նույնիսկ գոյություն չունեն։ Սա մի հարցադրում է, որն իսկապես փոխում է բարոյականության մասին մեր սովորական պատկերացումները։ Ահա եւ մեր քննարկման առաջին մասի հիմնաքարը։ Արդյոք մենք որևէ բան պարտական ենք ապագա սերունդներին, եւ եթե այո, ապա ինչպես կարող ենք դա հիմնավորել։ Որտեղից է բխում այդ պարտավորությունը։ Դե ինչ, նախքան պատասխանների որոնումը եկեք ծանոթանանք մեր գործիքներին։ Իսկ մեր հիմնական գործիքը բարոյագիտությունն է կամ էթիկան։ Սա փիլիսոփայության այն ոլորտն է, որը զբաղվում է ամենահիմնարար հարցով՝ ինչպես ճիշտ ապրել։ Շատ կարևոր է հասկանալ, որ էթիկան մեզ պատրաստի պատասխաններ չի տալիս, այլ տրամադրում է մտածողության հզոր մոդելներ, որոնք օգնում են մեզ ինքներս կայացնել ճիշտ որոշումներ։ Այս բարդ հարցին պատասխանելու համար մենք կօգտագործենք 3 հիմնարար բարոյագիտական գործիք կամ տեսություն։ Յուրաքանչյուրն առաջարկում է յուրահատուկ տեսանկյուն, մի տարբեր ոսպնյակ, որով կարելի է նայել ապագայի հանդեպ մեր պատասխանատվությանը։ Առաջինը ուտիլիտարիզմն է։ Այս տեսությունը ամբողջությամբ կենտրոնանում է հետևանքների վրա։ Ըստ դրա ճիշտ այն արարքը, որը բերում է առավելագույն երջանկություն կամ բարօրություն ամենաշատ մարդկանց։ Տրամաբանությունը բավականին պարզ է, այնպես չէ, ինչու պետք է 100 տարի հետո ծնվելիք մարդու երջանկությունը ավելի քիչ կարևոր լինի, քան մերը։ Եթե մեր այսօրվա գործողությունները, օրինակ մոլորակի աղտոտումը, նվազեցնելու են նրանց երջանկության մակարդակը, ապա ուտիլիտարիզմի տեսանկյունից դա ուղղակի բարոյապես սխալ է։ Դեոնտոլոգիան, ի տարբերություն ուտիլիտարիզմի, բոլորովին այլ մոտեցում ունի։ Այն կենտրոնանում է ոչ թե արարքի հետևանքների, այլ բուն արարքի ու մեր պարտականությունների վրա։ Ըստ Կանտի կան բարոյական կանոններ, որոնք համընդհանուր են, դրանք վերաբերում են բոլորին, բոլոր ժամանակներում։ Պետք է ինքներս մեզ հարց տանք, արդյոք ցանկանայինք ապրել մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր սերունդ ոչնչացնում է մոլորակը հաջորդի համար։ Եթե պատասխանը ոչ է, ուրեմն մենք ունենք բարոյական պարտականություն չվնասել ապագայի։ Եվ մեր երրորդ գործիքը դիտարկում է հասարակությունը որպես մի մեծ համաձայնություն, սոցիալական դաշինք։ Պատկերացրեք, որ մենք բոլորս անցյալի, ներկայի եւ ապագայի սերունդներս պետք է նստենք ու պայմանավորվենք համատեղ կյանքի կանոնների շուրջ։ Արդյոք որևէ ողջամիտ սերունդ կհամաձայնվեր մի դաշինքի, որը թույլ է տալիս նախորդ սերնդին սպառել բոլոր ռեսուրսները եւ իրեն թողնել ոչինչ։ Իհարկե ոչ։ Հետևաբար հենց արդարությունն է պահանջում, որ մենք պահպանենք աշխարհը նրանց համար, ովքեր գալու են մեզնից հետո։ Բայց հենց այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ պարզ է, փիլիսոփայությունը մի անսպասելի թակարդ է պատրաստում, ոչ նույնության խնդիրը։ Սա իսկական գլուխկոտրուկ է։ Պատկերացրեք, որ մենք այսօր որոշում ենք կառուցել շրջակա միջավայրին աղտոտող մի գործարան։ Այս որոշումը փոխում է ամեն ինչ, ով ում հետ է հանդիպում, ով երբ է երեխա ունենում։ Արդյունքում 100 տարի հետո ծնվում է մարդկանց մի խումբ, որը տառապում է աղտոտվածությունից։ Բայց այստեղ է թաքնված խնդիրը։ Եթե մենք չկառուցեինք այդ գործարանը, կծնվեին բոլորովին այլ մարդիկ, այսինքն կոնկրետ այս տառապող մարդիկ գոյություն ունեն միայն մեր վատ որոշման շնորհիվ, եւ հարց է առաջանում, եթե նրանց գոյության միակ այլընտրանքը ընդհանրապես չծնվելն էր, արդյոք մենք նրանց իրապես վնասել ենք։ Այո, գիտեմ, սա գլխապտույտ է առաջացնում, բայց մեր երեքտեսությունները տարբեր երգեր են առաջարկում այս փակուղուց։ Ուտիլիտարիստը կասեր, եկեք մոռանանք կոնկրետ մարդկանց մասին, կարևորն այն է, որ ընդհանուր առմամբ աշխարհում լինի առավելագույն երջանկություն։ Դեոնտոլոգը կպնդեր, որ մոլորակը ոչնչացնելն ի սկզբանե սխալ արարք է, եւ կարևոր չէ, թե դրա արդյունքում կոնկրետ ով է ծնվում կամ չի ծնվում։ Իսկ սոցիալական դաշինքի կողմնակիցը կառաջարկեր մտածել ոչ թե կոնկրետ անհատների, այլ այնպիսի արդար կանոնների մասին, որոնք կընդունեին բոլոր հնարավոր սերունդները։ Դե ինչ, տեսանք, որ ապագայի հանդեպ մեր պարտավորությունները հիմնավորել է բավականին բարդ է, բայց գուցե պատասխանը թաքնված է ոչ թե հեռավոր ապագայում, այլ հենց այստեղ, ներկայում։
Եթե մենք կարողանանք ստեղծել իսկապես արդար հասարակություն այսօր, գուցե այն իր բնույթով արդեն իսկ արդար կլինի նաև ապագայի հանդեպ։ Եկեք փոխենք ուղղությունը եւ տեսնենք, թե դա ինչ է նշանակում։ Խնդիրն այն է, որ երբ մենք փորձում ենք կանոններ ստեղծել բոլորի համար, մենք բոլորս անխուսափելիորեն կողմնակալ ենք։ Մեր ծագումը, մեր ունակությունները, մեր համոզմունքները, մեր անձնական նպատակները, այս ամենն ազդում է մեր որոշումների վրա։ Մենք բնականաբար պաշտպանում ենք մեր կամ մեր խմբի շահերը, ինչը գրեթե անհնար է դարձնում իսկապես օբյեկտիվ լինելը։ Հենց այս կողմակալությունը հաղթահարելու համար փիլիսոփա Ջոն Ռոլսն առաջարկել է մի հանճարեղ մտային փորձ։ Նա պնդում էր, որ արդարությունը ցանկացած լավ հասարակության բացարձակ հիմքն է, եւ նա գտավ մի միջոց հասկանալու, թե ինչ տեսք ունի այդ արդարությունը։ Գաղափարը հետևյալն է. պատկերացրեք, որ դուք եւ մյուսները պետք է ընտրեք հասարակության հիմնարար կանոնները, բայց դուք գտնվում եք այսպես ասած անտեղյակության քողի հետևում։ Դուք բացարձակապես չգիտեք, թե ով եք լինելու այդ հասարակությունում, ինչ սեռի, ազգության, սոցիալական դասի, առողջական վիճակի։ Ռոլսը պնդում էր, որ հենց այս անորոշությունն է ձեզ ստիպում լինել անաչառ։ Եվ գիտեք ինչ, սա մի բան է, որը դուք իսկապես կարող եք փորձել։ Ես խորհուրդ եմ տալիս անել դա։ Հավաքեք ընկերների մի խումբ եւ խաղացեք անտեղյակության քող խաղը, պատկերացրեք, որ դուք բոլորդ այդ քողի հետևում եք եւ պետք է բանավիճեք ու որոշեք ձեր նոր հասարակության հիմնական կանոնները։ Եվ երբ կանոնները որոշված են, պատրաստվեք իմանալ, թե ինչ դեր է ձեզ բաժին ընկել։ Եվ հիշեք, երբ այդ քողը բարձրանա, դուք կարող եք լինել ցանկացած մեկը՝ հարուստ գործարար, ոչ մի ունեցվածք չունեցող փախստական, բացառիկ տաղանդով մարդ կամ քրոնիկ հիվանդությամբ տառապող մեկը։ Դուք կարող եք նույնիսկ լինել խտրականության ենթարկվող փոքրամասնության անդամ կամ դեռ չծնված մեկը։ Հենց այս անորոշությունն է, որ ստիպում է մտածել բոլորի, հատկապես ամենախոցելիների մասին, քանի որ դուք ինքներդ կարող եք հայտնվել նրանց տեղում։ Դե ինչ, ահա առաջին երկընտրանքը ձեր խմբի համար՝ առողջապահությունը։ Ինչպես եք այն կառուցելու։ Կընտրեք մի համակարգ, որն անվճար է բոլորի համար, նույնիսկ եթե դա նշանակում է պոտենցիալ ավելի ցածր որակ, թե կգնաք բարձր որակի ճանապարհով, բայց միայն նրանց համար, ովքեր կարող են դրա համար վճարել։ Քողի հետևում ո՞ր ռիսկը կնախընտրեիք։ Եվս մեկ դասական հարց. հարկերը։ Պետք է ունենալ համահարթ հարկ, որտեղ բոլորը վճարում են նույն տոկոսը։ Ոմանք պնդում են, որ դա խթանում է տնտեսությունը բոլորի համար։ Թե պրոգրեսիվ հարկ, որտեղ հարուստները ավելի բարձր տոկոս են վճարում սոցիալական ծրագրերին աջակցելու համար։ Որ սկզբունքն է ավելի արդար թվում, երբ դուք չգիտեք հարուստ եք լինելու, թե աղքատ։ Իսկ ինչ էր կարծում Ռոլսը։ Նա պնդում էր, որ անտեղյակության քողի հետևում ցանկացած ռացիոնալ մարդ կընտրեր երկու հիմնական սկզբունք։ Առաջինը բավականին պարզ է. բոլորը պետք է ունենան առավելագույն հնարավոր հիմնարար ազատություններ, բայց երկրորդը, ահա, սա իսկապես հեղափոխական է։ Այն ասում է, որ սոցիալական եւ տնտեսական անհավասարություններն արդարացված են միայն ու միայն այն դեպքում, եթե դրանք ծառայում են հասարակության ամենախոցելի անդամների բարօրությանը։ Այսինքն, բժշկի բարձր աշխատավարձն արդարացված է ոչ թե որովհետև նա դրան արժանի է, այլ որովհետև դա նրան խթանում է գնալ աշխատելու հեռավոր գյուղում, որտեղ իր կարիքն ամենաշատն են զգում։ Ամբողջ համակարգը կառուցվում է ամենաներքևիներին օգնելու սկզբունքով։ Ռոլսի մոդելը շատ հզոր է, բայց այն պատկերացնում է հասարակության ստեղծումը զրոյից։ Իսկ ինչ անել իրական աշխարհի հետ, որտեղ մենք ժառանգել ենք ոչ թե մաքուր էջ, այլ դարերի պատմություն, իր բոլոր անարդարություններով։ Սա մեզ բերում է մեր վերջին եւ գուցե ամենացավոտ թեմային՝ մեր պատասխանատվությանը անցյալի նկատմամբ։ Անցյալի մասին խոսակցությունները հաճախ շատ արագ դառնում են խճճված ու էմոցիոնալ։ Ավելի արդյունավետ քննարկում ունենալու համար շատ կարևոր է հասկանալ, թե կոնկրետ ինչի մասին ենք մենք վիճում։ Արդյոք մենք վիճում ենք փաստերի շուրջ, ինչ է տեղի ունեցել, թե արժեքային գնահատական ենք տալիս, դա լավ էր թե վատ, կամ գուցե խոսում ենք այն մասին, թե ինչ պետք է արվի այժմ։ Երբեմն էլ ուղղակի վիճում ենք մի բառի սահմանման շուրջ։ Այս 4 տեսակի պնդումները տարբերակելը կարող է իսկապես օգնել։ Եկեք փորձենք կիրառել մեր 3 բարոյագիտական տեսությունները մի շատ բարդ եւ զգայուն պատմական հարցի վրա։ Տեսնում եք, թե ինչպես է յուրաքանչյուր տեսություն տարբեր տեսակի հարց դնում։ Ուտիլիտարիզմը կքշրեր ճանաչման պայքարի օգուտներն ու վնասները ներկայի եւ ապագայի մարդկանց համար։ Դեոնտոլոգիան կպնդեր ճշմարտությունը ճանաչելու բացարձակ պարտքի մասին, անկախ քաղաքական հետևանքներից։ Իսկ սոցիալական դաշինքի տեսությունը կհարցներ. արդյոք կարող է լեգիտիմ լինել մի պետություն, որը կառուցված է չճանաչված անարդարության վրա։ Սա ցույց է տալիս, որ հեշտ պատասխաններ այստեղ չկան։
Եվ այս նույն վերլուծական գործիքակազմը կարելի է կիրառել բազմաթիվ այլ բարդ հարցերի նկատմամբ, որոնք մեր իրականության անբաժան մասն են։ Յուրաքանչյուր դեպքում այս տեսությունները մեզ օգնում են ոչ թե գտնել մեկ ճիշտ պատասխան, այլ շատ ավելի խորը հասկանալ խնդրի բազմաշերտ բնույթը եւ դրա շուրջ առկա տարբեր տեսակետներ։ Շնորհակալություն այս ճամփորդության ընթացքում մեզ միանալու համար։ Այսպիսով մենք ամփոփեցինք Փիլիսոփայության դպրոց 2025-ի բոլոր 3 թեմատիկ ուղղությունները՝ ապագայից մինչև ներկա եւ անցյալ։ Խրախուսում ենք ձեզ շարունակել հետևել Փիլիսոփայության դպրոցին, փիլիսոփայությանը նվիրված հետաքրքիր ու օգտակար բովանդակության համար։ Զբաղվեք փիլիսոփայությամբ, շարունակեք ուսումնասիրել այն բարդ հարցերը, որոնք ձևավորում են մեր աշխարհը, քանի որ այդ ամենը սկսվում է այն հարցերից, որոնք մենք տալիս ենք ինքներս մեզ։ Մինչ նոր հանդիպում։